վեդի համայնքապետարանի աշխատակցի դեպքը հիշատակեցիք, այդ դեպքի հետ կապված մենք անձամբ ենք խոսել քաղաքացու հետ եւ նաեւ զգայուն թեմայով փորձել ենք նրա իրավունքների պաշտպանություն իրականացնել։ Այն հանգամանքը, որի մասին խոսում էիք, հիվանդանոցից իրեն բերման ենթարկելու եւ այլն, հանգամանքը չի հաստատվել որպես այդպիսին, բայց նաեւ քաղաքացին այլ հարցերի հետ կապված խնդրել է, որ իր հետ կապված զգայուն լինեն նաեւ հրապարակումներում եւ այլն, դրա պատճառով անընդհատ բազմիցս խոսում եմ այն մասին, որ հանրային գործիչների մասին այո կարող ենք հանգիստ հրապարակումներ անել իհարկե իրավաչափության սահմաններում, բայց սովորական քաղաքացիների պարագայում դա շատ դեպքերում խնդրահարույց է նաև նրանց նկատմամբ զգայունությունը պահպանելու առումով։ Դրա համար այս դեպքում կոչ եմ անում պարզապես քաղաքացու հետ կապված այդ թվում հրապարակումները հնարավորինս զգայուն իրականացնել, բայց իր կողմից մեզ չի փոխանցվել այնպիսի տեղեկատվություն, որի հիման վրա մենք կարող էինք իրավունքի խախտման փաստ արձանագրել։ Տեսեք, մնացած դեպքերի պարագայում հնարավորություն ունենում ենք շատ իրավիճակներում։ Վերջերս այս ամիս ես միայն 2 խախտման որոշում եմ կայացրել։ Մեկը կրթության ոլորտի հետ կապված, մյուսը ազատությունից զրկված անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ այլ հարցերի հետ կապված, բայց դրա համար պիտի ունենանք պատշաճ փաստեր բավարար։